Բարև ձեզ։ Կոմիտասն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Հայկական ազգային պարերն այն կենդանի միջավայրն են, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Հայկական ազգային պարերում արտահայտվում է մեր հավաքական կամքը, գիտակցությունը, ուժը, նաև ներքին կարգապահությունը։ Եվ ազգային պարերի իմացությունը ամենևին էլ շարժումների իմացությունը չէ, այլ խորքային ներքին ինքնաճանաչումը։ Օր 6-րդ հաղորդաշարի այսօրվա հյուրը ազգային պարերի պարուսույց Լաերտ Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Գրիգորյան, Կոմիտասը կարելի է ասել առաջին պարահավաքն ու պարագետն էր, քանի որ նա ժողովրդական երգերի հավաքագրման հետ միաժամանակ հավաքեց նաև ազգային պարերը։ Եվ պետք է ասել, դա հեշտ աշխատանք չէր այն առումով, որ հայ գեղչուկը բոլորովին պատրաստ չէր ամեն առաջարկից կամ հրավերից հենց տեղում կատարել իր ծիսական նվիրական երգերն ու պարերը։ Եվ Կոմիտասին հաջողվել է ստեղծել այդ միջավայրը, մթնոլորտը, որպեսզի գեղչուկը իրեն ազատ զգալով, ազատորեն երգի եւ պարի իր նվիրական երգերը եւ ինքը շատ հաճախ թաքնվելով կտուրներում գրի է առել, հավաքագրել է ազգային ժողովրդական երգերն ու պարերը։ Այնուհետև 1940 թվականին Սրբուհի Լիսիցյանը անգնահատելի մեծ աշխատանք կատարեց հայկական պարահավաքության եւ ուսումնասիրության գործում եւ կինետոգրաֆիա հետագայում Գագիկ Գինոսյանը այն վերանվանեց քաղաքագրեր, որպեսզի թերևս ավելի հանրամատչելի լինի Լիսիցյանի կատարած աշխատանքի իմաստը, որով եթե չեմ սխալվում, միայն հայկական ազգային պարերը չէ, որ կարող են ուսումնասիրվել, այլև ցանկացած ժողովրդի պարեր կարելի է արագորեն գրի առնել։ Դուք դասավանդում եք հայկական ազգային պարեր, դուք առնչվել եք, շփվել եք Գագիկ Գինոսյանի հետ, ում ավանդը նույնպես շատ մեծ է ազգային պարահավաքության գործում, որտեղ նա ազգային պարեր է հավաքել նաև Արցախի բոլոր շրջաներից եւ գյուղերից, նաև իր հայրենի Ախալցխայից եւ հանրահռչակել է ազգային պարը եւ ուսուցանել է շատ լայն շրջանակներ եւ կարեւոր շրջանակներ ընդգրկելով ուսանողներին եւ երիտասարդներին եւ հիմա դուք շարունակում եք նրա գործը։ Ինչ եք պատմում ձեր աշակերտներին, ձեր ուսանողներին, ինչի մասին է հայկական պարը, ինչ խորհուրդ եւ խորհրդանիշներ ունի, ինչպիսի ազգային որակների մասին է վկայում։ Նախ սկսեմ, որ Կոմիտաս, Սրբուհի Լիսիցյան, նրանցից հետո Սրբուհի Լիսիցյանի աշակերտներն են շարունակել իր գործը, պարի հավաքագրումը, Տիկին Ժենյան, Տիկին Էման, ովքեր որ ահագին մեծ աշխատանք ներդրում են ունեցել մեր հայկական պարային մտածողության ու զարգացման համար, նախկինում մինչև Գութան փառատոնը 79 թվականից սկսած պոլիտեխնիկական համալսարանում եղել է փառատոնային մեկ այլ հարթակ, որտեղ որ հավաքվել են շատ տարբեր խմբեր, ինքնագործ խմբեր, օրինակ Վասպուրականից եկած մարդիկ, ովքեր որ տեղակայվել էին ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել էին Վասպուրական խումբը ու ներկայանում էին այդ փառատոնային հարթակում բանազգագրական համույթը, որը որ Հայրիկ Մուրադյանի ղեկավարությամբ էր, որ ում շնորհիվ որ հայ երգը վերածնունդ նորից ապրեց, Մարաթուկ խումբը, Տավրոս խումբը, դրանք խմբեր են, որոնք որ մինչ օրս գործում են, բացի Վասպուրական համույթից ու մասնակցել են այդ փառատոնային հարթակում ներկայացրել են, որի կազմակերպիչը Տիկին Սաթենիկն է եղել, պարոն Դուրինյանի հետ համատեղ ամեն տարի հավաքվել են ու մեր հայկական ավանդական, պարային ու երգեցիկ նմուշներն են ներկայացրել, որից որ ոնց որ սկիզբ առել է զարգացումը հայ ավանդական մշակույթի մեջ պարը, երգը, դրանք առանձին նմուշներ չեն եղել։ Կոմիտասը անգամ ունի գրառում, որ
նվագակցությամբ բարային կատարումները դրանք այլ ազգերի ազդեցությունն է մեր մշակույթի վրա, հայերը երգելով են բարել։ Երգը երգվել է, երգի ներքո բարը բարվել է։ Հետո ամեն բարային նմուշ իր գաղափարական հիմքն ունի։ Գաղափարական հիմքն ունի, որի շուրջ որ մարդիկ հավաքվել են ու բարի միավորող այդ գաղափարի շուրջ միավորող միտքը շատ մեծ է, շատ հզոր է։ Օրինակ կային բարեր, որոնք որ հենց տիպիկ խավի մարդիկ պետք է ներկայացնեին, բայց համայնքային բարերը, որոնք օրինակ գյուղվանդը, այդ բարեր, որը որ բարում էին բոլորը ու գյուղվանդի մեկնաբանություններ շատ կան, թե անվանման հետ կապված, թե կատարման հետ կապված ու գյուղվանդի շատ տարբերակներ կան, ժամու դրան գյուղվանդ, թակվորի գյուղվանդ, վեցքայլ գյուղվանդ, որը որ սովորական գյուղվանդի կատարումն է, մոմապար, որը որ էլի գյուղվանդի տարբերակ է, վեցքայլ գյուղվանդը բարել են հիմնականում Սասունի շրջանում, Սասուն Արաշկերտ շրջաններում, ձեռքերը ճկուտներով բռնած, որը որ մինիմալ կոնտակտ է հանդիսացել մարդկանց մեջ ու կարողացել են իրար ձեռք բռնել, թե տղաները, թե աղջիկները, որը որ նախկինում արգելված է եղել անծանոթ տղա կամ նույն ազգին չպատկանող երկու երիտասարդ, ովքեր որ ամուսնացած չեն, իրար ձեռք բռնելու իրավունք չունեին, բայց բարը այդ միավորող ոնց որ կետն է եղել, որտեղ որ բոլորը իրար ձեռք բռնած բարել են ու բարել են, ինչքանով որ ես գիտեմ, նախնիներից օրհնություն ստանալու համար մոմերով։ Լույսի գաղափարը մեր մտածողության մեջ նախնիների ու նախներին կանչելն է եղել, նախների ուշադրության կենտրոնացումն է եղել ու մոմերով բարել են գյուղվանդ բարը, որպեսզի նախների օրհնությունը ստանան օրվա առիթի համար։ Եթե դիտարկենք օրինակ հարսանեկան ծեսի ժամանակ բարեմաղթանքներ երգելով, բարեմաղթանքներ ուղղելով օրվա թագավորին ու թագուհուն, նաև կենտրոնացրել են իրենց նախնիների ուշադրությունը դեպի տվյալ մարդկանց հարսին ու փեսային։ Բացի մեր իմ թվարկած մարդկանցից, նաև հայ ավանդական մշակույթի տարածման համար շատ մեծ գործունեություն է ծավալել Այրուձի խումբը, ձիավորների խումբը եղել սովետից հետո, որոնք որ ձիերով գնացել են մարզեր, սովորացրել են հայ երգը, հայ բարը, հայ խաղերը, ստվերների թատրոնն են վերականգնել, ներկայացրել են թատրոն ու մի քանի օր ամեն մարզում ոնց որ ներկայացնելով ձիերով, բացառապես ձիերով գնացել պտտվել են, ձիավորների խումբ է եղել։ Կա հիմա այդ խումբը։ Այրուձին հիմա որպես ձիարշավարան է գործում, աշտարակում է, անդամները կան, հիմնադիր անդամները, էլի ստվերների թատրոնը կա փառատոն ստվերների թատրոնի, որը որ հիմա գնալով ամեն տարի զարգանում է, աշխատում են, ձիերով չեն ման գալիս արդեն գյուղերում, քաղաքներում, բայց խումբը կա։ Կուզեմ նշեմ Ռուզիկ Հարոյանին, որպես պարագետ, որպես բարի մասնագետ, ով որ մեր այսօրվա բարերի, բարին ասել 80%-ի պահպանողն է եղել, մարդ, որ իր կյանքի շատ տարիներ նվիրել է մեր հայկական բարի փնտրտուքներին ու փոխանցմանը ժողովրդին հետ վերադարձին։ Ես կուզեի, որ պատմեիք Չարխափան բարերի մասին։ Գիտեմ, որ
ծափերը, ուժգին ծափերը եւ ոտքը գետնին ուժը խփելը դրանք խորհուրդ են ունեցել։ Նախկինում կարծում եմ, որ մտածել են, որ հարվածելով գետնին չարը չեն թողում, որ դուրս գա ներքևից կամ չարին քշում են։ Սրան իմ ընկերներից մեկի հետ զրույցի ժամանակ շատ հետաքրքիր բան պատմեց, հետազոտության էր հանդիպել Համազասպա Ասլանյան, որտեղ որ խոսվում է մարդու կառուցվածքի մասին ու օրվա ընթացքում մարդը իր մեջ լիցքեր է կուտակում, որոնք որ ժամանակի ընթացքում, եթե մնում են մարդու մեջ, կարծրանում են ու այդ բերում է նյարդային համակարգի, ոնց որ sense լարումների ու հետազոտություն կա, որ հարվածը այդ լիցքերը դուրս են մղում։ Իսկին հանգստացնում է այդ նյարդային համակարգի հանգույցները, կարծում եմ, որ այդ հարվածները, որ բարի մեջ օգտագործել են, այդ լիցքերը դուրս բերելու համար են արել ու երբ որ բարը վերջացել է, հարվածները վերջացել են, մեղեդին դադարել է, երգը դադարել է, մարդիկ հանգստացած են զգացել իրանց ու մտածել են, որ չարը քշել են։ Այս ոնց որ մեր ժամանակներին մոտիկ մեկնաբանություն, որի համար շնորհակալ եմ Համազասպին Ասլանյան, իր այդ ագին երկար այս թեմայով զրույց ենք ունեցել։ Իսկ նախկինում չարը քշելը այդ նորմալ երևույթ է եղել, սովորական բնույթ է ունեցել, բոլոր ծեսերում օգտագործվել է չարխափան բարը, երգը ու օգտագործվել է, որ խորհուրդը դրականով ամփոփված լինի։ Այսինքն այն բոլոր ուժերը, որ կարար խանգարեր ծեսին, չմտներ այդ ծեսի խորհրդի մեջ, քշվեր։ Ոչ մի պատահական շարժում չկա ազգային բարի մեջ եւ դրանք երբեմն ունեն տիեզերական խորհուրդ։ Պատահական շարժումներ ավանդական բարերում չկան, ամեն ինչը բարի հետ կապված տիպիկ բնորոշում ունի, վերցնենք աշխատանքային բարերը օրինակ երիշտայի ծեսի հետ կապված բար, մարդիկ ոնց են պատրաստել երիշտա, նախկինում չի եղել ամեն մարդ իր տանը սարքի, իր համար սարքի ինքը ունենա, եղել է համայնքային մտածողություն, եթե ցորեն են քաղել են համայնքով ու ամբարել են ցորենը, երբ որ հաց են թխել, թոնիրա ամեն մարդ իր տանը ոնց որ ճոխություն էր, որ կարողանար ինձ վառել ու վառել են համայնքի համար հացը թխել են, ու համայնքի չէ, կարող է 4-5 ընտանիք հավաքվել են, վառել են թոնիրը ու 4-5 ընտանիքով իրանց ընտանիքների համար հաց են թխել։ Երիշտան, որ պատրաստել են էլի մեծ քանակությամբ մարդկանց համար, որպեսզի ամբարեն ու ձմեռը կարողանան ունենան ուտելիք, որը որ երկարատև պահվում է։ Երիշտան պատրաստելուց 7 ժամ հունցել են խմորը։ Ու հունցել են բացառապես տղամարդիկ թրվռալով խմորի վրա։ Մեծ խմոր են պատրաստել, վրան կարպետ են թռել ու սկսել են թրվռալը խմորի վրա 7 ժամ, մինչև որ խմորը դառնա շատ համասեր։ Այդ ընթացքում երգել են ու երգի ներքո թռիչքները ռիթմիկայի է եկել ու դարձել է պար։ Այս շարժումները ամեն մի շարժում այդ խմորը հունցելու հետ է կապված։ Տեղաշարժումները բարի մեջ գնալ, հետ գալ միասնական ինչ-որ կետ հունցելու համար, ինչ-որ միտեղ խմորը ավելի պինդ է եղել,
համախմբվել են միասին, միավորվել են ու թռիչքները այդ կետում է եղել, հետո տեղ բացվել է, ամեն մեկը առանձնացել է ու այդ ամբողջ բարի հիմա ցուցադրումը որ կատարում ենք, այդ երիշտայի խմորը հունցելու process-ին է նվիրված։ Իրականում շատ ցավալի է, մենք շատ բարեր ունենք պահպանված, բայց շատ բարերի պատմություններ ու բնորոշումներ պահպանված չի։ Ես վերջերս աղքթի Քոչարի բարի հետ կապված ուզում էի գտնել աղբյուրը, դիմեցի ավակ ընկերներից մեկին, Արտուրին Քոչարյան, ով ակունք ավանդական խմբում է հանդես եկել, ինքն էլ հարց ու փորձ արեց, ասեց գտել եմ, ուրեմն բարը գրառվել է Մարտունու շրջանում, ինքը Մուշի Ալաշկերտի շրջանի պարա, ծիսական պարա, բայց թե որ ծեսում է ինքը օգտագործվելու իր նշանակությունը ինչը, այդ չի պահպանվել։ Իդեպ ես ուզում էի հարցնել, պարը որպես էթնոսի ամենաանմիջական ինքնարտահայտում չէր կարող ինքն էլ չխուսափել տվյալ էթնոսի հետ պատահած ողբերգություններից։ Ինչ հարվածներ է գրել, ինչ խզումներ է ապրել հայկական ազգային պարը պայմանավորված մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունից, տեղահանություններից, պատերազմներից, ինչու ոչ նաև խորհրդային ռեպրեսիաներից։ Այստեղ թվագրությամբ պետք է մի քիչ հետ գանք, մոտավոր 1000-ական թվականներից մենք պետականություն չենք ունեցել։ Բայց այդ ժամանակաշրջաններում պահպանվել է հայկական մտածողությունը, հայկական ավանդույթները, թե արաբական, թե մոնղոլական, թե թուրքական տիրապետության ներքո կարողացել են փակ համայնքներում հայկական մտածողությունը ու մշակույթը պահպանեն։ Այստեղ շատ բեկումնային է եղել 1900-ականները ցեղասպանությունը հայոց, որից հետո տեղահանումը նպաստել է, որ ելեն հավաքական մշակութային միտքը չլինի, որից հետո միանգամից Սովետ միության կազմ ենք մտել, որտեղ որ ճնշումները ազգային բոլոր դրսևորումներին ճնշված է եղել։ Ու այստեղ եկել ենք երկու շատ մեծ անունների առաջ են կանգնել, որ մշակույթը նահանջ է ապրել։ Սովետական մշակույթը ընդհանրապես մեր հավանդական շատ ուղիղ կապված է եղել մեր հավատալիքի հետ։ Մեր կրոնի հետ է կապված եղել։ Ու հանրոր սովետը ճնշում էր նաև կրոնական մտածողությունը, ճնշում էր նաև մշակույթը։ Այստեղ արդեն էլի պետք է խոսեմ Հայրիկի մասին, Մգրոյի մասին, Ռուզի Քարոյանի մասին, Տիկին Էմայի մասին, խոսենք Կոմիտասի մասին, Լիսիցյանի մասին, որ իրանց շնորհիվ, իրանց կատարած աշխատանքի շնորհիվ գոնե պահպանվել է ու փոխանցվել է արդեն իրանցից հետո իրանց աշխատանքը շարունակել է պարոն Գինոսյանը ու բոլոր ավանդական խմբերը, որոնք որ այսօր գործում են իրանց շնորհիվ տարածում է ստանում, պահպանվում է գոնե ու պրոպագանդվում է այդ ամեն ինչը, մեր ավանդական մշակույթը, մեր մտածողությունը, էթնոսի վրա անդրադարձ ունենում նաև օտար մտածողություն ունեցող խմբերի ազդեցությունը։ Այստեղ շատ հետաքրքիր օրինակ կարելի է բերել, օրինակ Սասունում ապրող հայի ու քրդի հարսանիքը իրար ավելի մոտ էր, քան Համշենցունը, Համշենցի հային է։ Այստեղ շատ ազդեցությունների տարբերություն կա։ Հայը Սասունում ապրող երկարատև ապրել է քրդերի հետ։ Եվ ազդվել է, փոխանցվել է, հա։ Իսկ համշենցիները ապրել են բուլղարացիների, չէ, բուլղարացիների, Պոնտոսի հույների այդ ազդեցության շրջանակում։ Ու մշակույթն ավելի ծուլվել է, իրանց հետ նմանվել է իրանց։ Այսօրվա համշենական մեղեդիները, որ միացնում ենք, չիմացող մարդու համար ինքան հասկանալի մեղեդի է։
կատարվում է շավար գործիքով, այդ հունական ջութակի նման գործիքա, որ ձեռքից կախված են նվագում, հայերը ունեցել են եռալար շավար գործիքը, քեմանի են ասում հիմա։ Այդ գործիքով է կատարվում ու ինքը մեղեդային ձևով նման չի մեր այսօրվա ճանաչած հայկական երաժշտությանը։ Ես ենթադրում եմ, որ խորհրդային շրջանից սկսած եկավ այդ բարելու ավանդույթը, այն բարերը, որ մենք տեսնում ենք ներկայիս խնջույքների, հարսանիքների, ուրախությունների ժամանակ, գուցե ինքնաբուխ, բայց բավական անկանոն եւ որևէ խորհուրդ չկրող այդ շարժումները, որ շատ տարածված են հիմա, ինչպես ներմուծվեց մեր մշակույթի մեջ, ինչպիսի քաղաքական կամ սոցիալական ազդեցությունների հաշվին դա եղավ։ Ամենայն հավանականությամբ Կովկասյան ժողովուրդների հետ շփումից է եկել ներմուծվել այդ առանձին թևապարերը, որոնք որ այսօրվա մեր ժամանակակից ֆոլկլորն են, ես տենց եմ կարծում։ Եթե գնանք առաջ ժամանակաշրջանում ու բանահավաքները փորձեն գրառել բառ, օրինակ 100 տարի հետո հայկական, ինչ են գրառելու։ Գրառելու են այն, ինչ որ ժողովուրդը վերցրել է իրեն, յուրացրել է որպես Իրանը ու ներկայացնում է, չէ՞։ Երբ որ բանահավաքները գնացել են գյուղերով գրառելու ինչ որ մի բառ, գրառել են այն, ինչ որ այդ գյուղացին այդ ժամանակ ապրել է, չէ՞։ Ինքը հիմա շատ լավն է եղել, շատ վատն է եղել, իմաստը հիշել են, չեն հիշել, բայց բառային նմուշն ու մեղեդին պահպանել են, չէ՞։ Հիմա մենք կատարում ենք այդ բառերը։ Թե գնանք 100 տարի հետ առաջ ու բանահավաքները գրառելու են այս բառերը։ Մենապարերը վրացական այդ հյուսիս կովկասյան այդ շրջանների ժողովուրդների ոնց որ բառային ձևերից է։ Մեր հայկական մշակույթում մենապար որպես շատ քիչ է եղել։ Տիպի կետային դեպքեր կան, տեսանյութեր կան պահպանված, որոնք որ տենց վասպուրական ֆիլմում կա պապին, որ պարում է թրթռալով բառը, այդ մենապարա կամ խնկի ծառ բառ ունենք, որ աղջիկն է կատարել մենակ, բայց մենապար չենք ունեցել։ Մեր մոտ համայնքային մտածողությունն է զարգացված եղել։ 44-օրյա պատերազմից հետո ես ուրախությամբ տեսա, որ մեր երիտասարդները շարունակում են պարել ազգային պարեր։ Եվ շատ հետաքրքիր էր նկատել այդ պարերի ամոքիչ ներազդեցությունը, թեկուզ միայն պարը դիտելիս։ Ինչ ֆենոմենալ հրաշագործությամբ է կարողանում ազգային պարը ամոքել, կենթանացնել, վերակենթանացնել ազգային հոգեբանությունը, ինքնագիտակցությունը։ Շփվելով իմ ընկերների հետ, ովքեր որ ում համար որ պարը եղել է մշակույթի ինքնադրսևորման ձև, շատ ընկերներ ունեի, որ 44 օրից հետո չէին պարում ընդհանրապես։ Որոշել են, որ չպետք է պարեն։ Պարը մինչև ինքը մշակույթը ինքը իր բնականon ձևով զարգացումը ունեցել է մինչև մեր օրեր։ Կարող է մենք չենք նկատել զարգացման ակտիվությունը։ Ազդեցությունը մարդու վրա իր ավանդական պարով այդ հոգեվիճակն է։ Երբ որ դու պարում ես ոչ թե քայլ կատարելու համար, այլ հասկանում ես պարի էությունը, օրինակ իարխուշտա ես պարում ու հասկանում ես, որ դու քո պապերը պարել են այդ պարը կռիվ գնալուց առաջ կամ կռվից գալուց հետո ու հասկանում ես, որ այդ ձեռի խփելը ոչ թե նրա համար է, որ դիմացինի տաս ջարդես, այլ քո ռազմական, մարտական ընկերոջից շունչ քաշես, շունչ հավաքես, ոգեշնչվես, ձեռդ գետնին ես խփում քո հողից ուժ ես քաշում, որ գնաս կռիվ, այդ մտքով պարելը քո մեջ արթնացնում է քո հիշողությունը։ Չես կարող կատարես պարային քայլ հասկանալով թե
քայլը ինչի համար են արել քո նախնիները ու չմտնես այդ մտածողության մեջ։ Ամեն բառ արտնասնում է յուրաքանչյուր ազգի ներկայացուցչին մեջ իր նախնիների շունչը։ Ամեն երգ, ամեն նկար, ամեն քանդակ, ամեն ասմունք, ամեն բանաստեղծություն, գիր, գրականություն, պատմություն, ամեն ինչը, թեկուզ խաչքարները, թեկուզ եկեղեցին, թեկուզ տաճարները, ամեն ինչը մարդու մեջ արտնասնում է իր նախնիների մտածողությունը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կոծապարը հայկական ազգային ծիսական պար է։ Բառը կոծ ինքնին հուշում է, որ խոսքը սքոպարի մասին է։ Բոլոր հանգուցյալներին վերջին հրաժեշտ տալիս պարել են կոծապար։ Եվ միայն հերոսների համար պարել են ռազմական պարեր, քանի որ հերոսների համար չեն սքացել, հերոսներին փառաբանել են։ Շնորհակալություն, կհանդիպենք։